Եթե մարդիկ համարում են, որ Արցախը իրենց չէր, երևի ինչ-որ ճշմարտություն դրա մեջ կա։ Ումն էր Արցախը։ Արհեստական հարցադրումը շարունակում է քննարկվել, ինչպես արցախցիների, այնպես էլ հայաստանցիների շրջանում։ Արձագանքելով նախորդին Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությանը, Արցախը մերը չէր։ Արցախի նախագահը նշում է, ոչ թե մերը, այլ իրենցը չէր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք շատ արդյունավետ իշխանություն են եւ դուրս են բերել Հայաստանը այն ճիրաններից, որում հայտնվել է Արցախի շարժման արդյունքներում։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում արդյունավետ իշխանություն։ Արդյունավետ լինելու համար իշխանությունը պետք է ունենա ծրագիր, պետք է ունենա այդ ծրագիրը իրագործողներ եւ երևի հենց դա ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարում է, որ իրենք արդյունավետ իշխանություն են, որովհետեւ իրականացնում են այդպիսի ծրագիր առանց շեղվելու։ Արցախի փոխարեն խաղաղությունն իրականություն չէ, ոչ երաշխավորված է, ոչ էլ ամրագրված։ Խաղաղություն չկա, պնդում է Արցախի ղեկավարը, ինչ էլ կա, նվաստացուցիչ է։ Եթե մենք չունենք մեր հայրենիքի մի մասը, եթե զավթված է, օկուպացված է Հայաստանի տարածքի մի մասը, ոնց կարելի ասել, որ դա արժանապատիվ խաղաղություն է։ Մինչ Սամվել Շահրամանյանը խոսում է անվտանգային խնդիրների եւ իր բնորոշմամբ նվաստացուցիչ խաղաղության մասին, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խոսում է պաշտպանական համակարգի դիվերսիֆիկացիայի եւ այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման մասին։ Այդ նպատակով Հայաստանը ընդլայնում է պաշտպանական համակարգերի ձեռքբերման աշխարհագրությունը։ Նոր գործընկերների շարքում է Հնդկաստանը։ Մենք չպետք է բարփակված, այսպես մենք մեր խնդիրներով բարուրված մնանք եւ այդ առումով որքան շատ պետությունների հետ համագործակցենք, այդ թվում եվրոպական, աշխարհի երկրները, ովքեր որ ցանկանում են Հայաստանում դիրի խաղաղություն եւ դա իրականացում են ի նպաստ մեր պաշտպանական կարողությունների զարգացման։ Մենք պետք է իրենց հետ մեր հարաբերությունները ավելի զարգացնենք։ Որպեսզի խաղաղությունը հաստատվի, զենքով պաշտպանվի, նախ պետք է հստակեցվի սահմանը։ Պետական սահմանի իրավական հստակեցման նպատակով այժմ ընթանում է սահմանազատման հանձնաժողովների ակտիվ աշխատանք։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է գործընթացի վերջին զարգացումներին։ Մուստաֆաևի Աղվերանյան հանդիպումից հետո 3 փաստաթղթի նախագիծ են մշակել։ Երբ են իրականացնելու, փոխվարչապետը չմանրամասնեց։ Որոնք հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն, նկարագրում են ըստ էության պրոցեդուրալ, իրանք իհարկե բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույնն կարևոր են, որովհետև փաստաթղթերի համաձայն պիտի շարունակեն գործել։ Եվ այդ փաստաթղթերը հրապարակային են, իրանք երկու երկրներում պիտի ներպետական ընթացակարգով հաստատվեն, ըստ այդմ շուտով կծանոթանաք նաև տեքստի հետ, եթե ձեզ հետաքրքիր այդ փաստաթղթը։ Պետական սահմանների հստակեցումն ու պաշտպանական նոր մոդելի ներդրումը շարունակում են մնալ կառավարության առաջնահերթություն, իսկ խաղաղության հաստատումը դեռ օդում կախված է։ Արև Արզումանյան, Էպիկենտրոնի համար։